Եկեք պատրաստենք շատ համեղ տարբերվող եւ գեղեցիկ էկլերով թխվածք։ Մի փոքր ավելի տոնական տեսք հաղորդելով կարող ենք նաեւ պատրաստել ծննդյան օրվա կապակցությամբ կամ ամանորին։ Տեսեք թե ինչքան գեղեցիկ կտրվածք ունի եւ ինչքան լավ է պահպանվել։ Ես պատրաստելու եմ կրկնակի չափաբաժնով, իսկ նկարագրության բաժնում կգրեմ մեկ չափաբաժնի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները եւ քանակը։ Կարագը, ջուրը, աղը եւ մի փոքր շաքարավազը լցնում ենք իրար վրա եւ դնում գազօջախին։ Թողնում ենք մինչեւ ամբողջ կարագը կհալվի։ Երբ արդեն սկսում է այսպես կողքից եռալը, ավելացնում ենք մաղած ալյուրը։ Ալյուրը եւ ջուրը պետք է պարտադիր լինեն նույն բաժակով չափված, որպեսզի ճիշտ չափաբաժին ստացվի։ Շատ արագ խառնում ենք, որպեսզի ալյուրը չքարանա եւ գնդեզ չմնա խմորի մեջ։ Երբ արդեն տեսնում ենք, որ տակից մի փոքր ուզում է կպնել, նշանակում է խմորը պատրաստ է։ Վերցնում ենք գազօջախի վրայից եւ լցնում ենք մեկ այլ ամանի մեջ։ Թողնում ենք հովանա։ Հովանալուց հետո հերթով ավելացնում ենք ձուն եւ հայացքի օգնությամբ խառնում ենք։ Կարող եք նաեւ թիակի օգնությամբ խառնել, տարբերություն չկա։ Քանի որ ձուն կարող է տարբերնել մեծ կամ փոքր, ըստ դրա կորոշենք, թե ինչքան է մեզ անհրաժեշտ։ Միգուցե 4 կամ 5 հատ անհրաժեշտ լինի։ Խառնելու ընթացքում արդեն կզգանք, պետք է լինի խմորը այսպիսի քթալի վրայից հազիվ ծորացող։ Խմորը լցնելու ենք այսպիսի խոհանոցային տոպրակի մեջ, ծայրի մասից մի փոքր կտրելու ենք եւ տալու ենք արդեն փոքրիկ էկլերների տեսքը։ Արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս։ Ջեռոցի տապակի վրա պարտադիր պետք է փռել յուղաթուղթը։ Այսպես ծայրից հեռացնում ենք եւ արդեն յուղաթղթի վրա տալիս ենք ձողիկի տեսք, շատ մեծ չենք անում, քանի որ մեզ պետք է փոքրիկ ձողիկներ։ Էկլերը դնում ենք իրարից մի փոքր հեռավորության վրա, որպեսզի եփվելու ընթացքում չկպնեն իրար։ Տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոց, եփելու ենք 170 աստիճանի տակ մոտավորապես 25-ից 30 րոպե։ Ցանկալի է մի փոքր ավել կարմրացնել, այդպես ավելի լավ է պահպանվում տեսքը, չի փափկում եւ չի դեֆորմացվում։ Տեսեք թե ինչքան լավ է ստացվել, մեջը ամբողջությամբ դատարկ է, դա նշանակում է, որ խմորը իդեալական է ստացվել։ Նաև պատրաստել եմ մի քանի փոքրիկ էկլերներ վրան ձևավորելու համար։ Կրեմի համար մեզ պետք է եփովի կրեմ, որը նախորդ պատրաստել եմ, եւ սերուցք։ Սերուցքը լավ հարում ենք այնքան մինչև պնդանա, որից հետո քթալ առ քթալ ավելացնում ենք եփովի կրեմը։ Կարող եք նաև պատրաստել ձեր նախընտրած կրեմը։ Ահա տեսեք թե ինչքան լավ կրեմ ստացվեց։ Ես վերցրել եմ 30 սանտիմետր տրամագծով օղակ եւ այդ չափի եմ պատրաստելու տորթը։ Դուք կարող եք պատրաստել ձեր նախընտրած տարբերակով։ Էկլերները այսպես հատ-հատ կրեմապատում եմ եւ տեղավորում եմ օղակի ներսում։ Արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս։ Այսպես կրեմապատելով դասավորում ենք առաջին շերտը եւ վրայից նորից մի փոքր կրեմով հարթեցնում ենք։ Այսպես շերտերով դասավորում ենք այնքան, մինչև ամբողջ էկլերը կվերջանա։ Ինձ մոտ ստացվել է 3 շերտ, բավականին բարձր է ստացվել։ Կրեմից մի փոքր պահում ենք, որպեսզի սառելուց հետո նորից հարթեցնենք տորթը։ Վրան ծածկում ենք սննդային թաղանթով եւ տեղափոխում ենք սառնարան ողջ գիշեր կամ գոնե մի քանի ժամ։ Ես թողել եմ ամբողջ գիշեր սառնարանում, առավոտյան նոր զարդարել եմ։ Թաղանթը հեռացնում ենք եւ արդեն հարթեցնում ենք տորթը կրեմի օգնությամբ։ Ես օղակը չեմ հանել, զարդարելուց հետո վերջում նոր հանելու եմ։ Դուք կարող եք նախորոք հանել, հետո նոր զարդարել, տարբերություն չկա։ Ահա եւ իմ պատրաստած փոքրիկ էկլերները, որով էլ զարդարել ենք տորթի երեսը։ Ահա այսպես փոքրիկ էկլերներով պատում եմ ամբողջ տորթի երեսը։ Դուք կարող եք ձևավորել այնպես, ինչպես կցանկանաք։ Կարող եք նաև երեսը կրեմապատելուց հետո վրան լցնել ջնարակ, շաքարի փոշի կամ կոկոսի քերուկ, արեք այնպես, ինչպես հարմար է ձեզ։ Ես վրան զարդարել եմ նաև ջնարակով, որի բաղադրատոմսը կա իմ ալիքում, հղումը կթողնեմ նկարագրության բաժնում։ Ահա ամբողջը ձևավորելուց հետո հեռացնում եմ օղակը, շատ հեշտ դուրս է գալիս։ Տեսեք թե ինչքան լավ է ստացվել, գեղեցիկ եւ տոնական։ Դե ինչ, այսօր էլ այսպիսի գեղեցիկ, համեղ ու տոնական թխվածքի բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Դուք էլ պատրաստեք եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Սիրով կսպասեմ բոլորիդ։ Անգամ 2 օր անց էկլերները չէին փափկել եւ չէին կորցրել իրենց տեսքը։ Շատ լավ էր պահպանվել։